Հայկական դրախտը ադրբեջանցիների համար դժոխք է դարձել բռնազավթված Արցախի այսպես կոչված վերաբնակեցման ծրագիրը ձախողում է Ալիևը։ Դեռ նախորդ տարվանից Բաքվի բռնապետը դադարել է նոր թվեր հրապարակել օկուպացված երկրում տնավորված ադրբեջանցիների վերաբերյալ։ Այն նույն Ալիևը, ով խոստացել էր 6 տարվա ընթացքում 140,000 մարդու բերել տեղավորել այստեղ, բայց 14,000-ից հետո շունչը փչեց։ Սկսեց ոչ թե այսպես ասենք վերաբնակեցվածների, այլ ընդհանուր ապրողների թվերը հայտնել, բայց սա էլ չփրկեց նրան։ Ոչ պաշտոնական թվերով հիմա Արցախում 10,000-ից քիչ ադրբեջանցի է ապրում։ Ասեմ, որ դրա հետ կապված նյութեր հրապարակվում են, որ այդ քաղաքականությունը, ծրագրերը, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշակել է, իրականում չի իրագործվում, պարբերաբար նույնիսկ նյութեր են հրապարակվում, որտեղ օրինակ ադրբեջանական պատկան գերատեսչությունները գրում են, որ եթե քաղաքացիները, որոնց բնակարան է տրվել դուրս կան այդ տեղերից, ապա երբեք չեն կարող վերադառնալ, ինչը նշանակում է, որ նման խնդրի հետ բախվում են։ Այդ մարդկանց հետ կապված ելույթը, խոսակցությունը քննարկում է, Ադրբեջանի նախագահը օգտագործում է կրկին հայտարարության նպատակով։ Հիմա էլ Ալիևը նոր անակնկալ ունի Արցախում հարկադրաբար բնակեցվող ադրբեջանցիների համար։ Խաղի կանոնները խմբագրում է, եթե որևէ մեկը հրաժարվի օկուպացված երկրում տուն ստանալու առաջարկից, կզրկվի պետական նպաստներից, ինչպես նաև հենց տեղահանվածի կարգավիճակից։ Երկընտրանքի առաջ է կանգնեցնում կամ փողի դիմաց ապրել Ղարաբաղում, կամ անփող հեռանալ այստեղից։ Սրանք են նոր շենքերը, որ իբր սարքել եւ տվել են մեզ փախստականներից։ Արցախում կառուցված բնակելի տներն են, որտեղ ապրող ադրբեջանցիներ նոր ու արև չունեն, քնում են վախով, արթնանում սարսափով, հատակն իրենց ոտքերի տակից հանկարծ չփախչի, կտուրը գլխներին շուռ չգա։ Շենք-շինությունների հիմքերը թղթի պես բարակ են, ձեռքով էլ հպվես, գուցե փլվեն։ Բայց իհարկե այս տարեց տղամարդը, որ հանդգնում է Ալիևից բողոքել, պիտի հասցնի նաև նրանից ներողություն խնդրել ու խոսքերը հետ վերցնել։ Ասում է, պարզապես բարկացած է եղել, սա ընդամենը օրերի տարբերությամբ։ Ես պարզապես բարկացած էի։ Շնորհակալ եմ մեր նախագահին, շնորհակալ եմ մեր պետությանը։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով մեծահասակ տղամարդուն սպառնացել է Ալիևյան կլանը, բողոքից չհրաժարվեր, պատիժը չէր ուշանա։ Ջլերը ձգել է Ալիևը, նկատում են մասնագետները, խելքին հավանաբար եկել է ադրբեջանական ընդդիմադիր մամուլներ վերջերս ձևակերպել, ցուցանակնությունը քիչ են, պատերազմից 6 տարի անց էլ, Ղարաբաղն այդպես էլ ադրբեջանական չի դառնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։